11-րդ հարց Գագիկ Գևորգի Մանուկյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ղեկավարի տեղակալի նշանակելու կապակցությամբ զեկուցում է Ա. Չախոյանը, համեցեք, կարող եք։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին օրենքի 57-րդ հոդվածի առաջին երրորդ մասերում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի ավականու քննարկմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի ղեկավարի ներկայացմամբ Գագիկ Գևորգի Մանուկյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի նշանակելու հարցը։ Զեկուցում եք դուք, չէ՞, ներկայացնում եք կենսագրականը Ինգեր Մանուկյանին։ Մենք ինգերով ենք, չէ՞ խոսում ինգերով։ Այո։ Ներկայացնում եմ Գագիկ Գևորգի Մանուկյանի կենսագրությունը։ Գագիկ Գևորգի Մանուկյանը ծնվել է 1953 թվականի հուլիսի 4-ին։ Գագիկ Մանուկյանը Հայաստանի կոմունիստական կուսակցության վառ ներկայացուցիչ է, որի քաղաքական գործունեությունը կապված է այդ կուսակցության պատմության եւ արդյունության հետ։ Նրա կյանքն ու գործունեություն օրինակ է կոմունիզմի գաղափարների նվիրվածության եւ ժողովրդին ծառայելու։ Մանուկյանը ստացել է բազմակողմանի կրթություն, որը զգալի ազդեցություն է ունեցել նրա հետագա քաղաքական կարիերայի վրա։ Նա ավարտել է Լեննագանի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, ստանալով մանկավարժի որակավորում։ Այդ փորձը անկասկած նպաստել է նրա հաղորդակցման, հմտությունների զարգացմանը եւ մարդկանց հետ աշխատելու ունակությանը։ Ցանկանալով խորացնել իր գիտելիքները, Մանուկյանը ուսումը շարունակել է Մոսկվայի Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտում, որտեղ ստացել է տնտեսագետի որակավորում։ Տնտեսության ոլորտում ձեռք բերված գիտելիքները օգտակար են եղել նրա քաղաքական գործունեության ընթացքում տնտեսական խնդիրների լուծման համար։ Պատգամավորական գործունեություն Լեննագանի քաղաքային խորհրդի պատգամավոր 1991-ից 95 թվականներին, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր 1999-ից 2003 թվականներ, ազգային ժողովի պատգամավոր 1999-ից 2003 թվականներ, Մանուկյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր, ներկայացնելով Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, նա ակտիվորեն մասնակցել է օրենսդրական գործողություններին եւ պաշտպանել իր ընտրողների շահերը։ Եվրոպայի խորհրդի խորհրդանական վերաժողովում, ԵԽԽՎ-ում, ազգային ժողովում աշխատանքի ավարտից հետո Մանուկյանը ընտրվել է ԵԽԽՎ պատգամավոր, այստեղ նա ներկայացել է Հայաստանի շահերը միջազգային հարթակներում։ Գյումրի քաղաքի ավականու անդամ 1996-ից 1999 թվականներ։ ԵԽԽՎ-ում աշխատանքի ավարտից հետո Մանուկյանը վերադարձել է Հայաստան եւ նշանակվել Գյումրի քաղաքի առաջին փոխքաղաքապետ։ Որպես փոխքաղաքապետ Մանուկյանը կենտրոնացել է քաղաքի վերականգնման սոցիալական ենթակառուցվածքների բարելավման, ներդրումների ներգրավման եւ Գյումրիի մշակույթի ժառանգության պահպանման համար։ Հայաստանի Հանրապետության կոմունիստական կուսակցության երկրորդ քարտուղարին է մինչև այսօր։ Շնորհակալություն։ Ինգեր Մանուկյանին հրավիրենք, հա, եկեք Ինգեր Մանուկյան։ Զգուշ արին Այս տալիճը սարկեցինք, բայց հավանական այս բարսությունները լավ բան չարեցինք։ Ճիշտ, լավ չի մտցնենք։ Համեցեք Ինգեր Մանուկյան։ Նախ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջադրելու համար, վստահելու եւ առաջադրելու համար։ Անսահման սիրում եմ իմ քաղաքը, աշխատել եմ տարբեր պաշտոնների, տիրապետում եմ աշխատանքին, կարող եմ օգտակար լինել մեր քաղաքի հետագա զարգացմանը, կառուցապատմանը եւ ժողովրդի բարօրությանը։ Շնորհակալություն։ Դնենք հարցեր ունեք Ինգեր Մանուկյանին։ Ելույթներ, հարցեր, եթե չունեք, ովքեր են կողմ, որ Ինգեր Մանուկյանը ընտրվի Գյումրի քաղաքի քաղաքապետի տեղակալի երկրորդ տեղակալի պաշտոնին, խնդրում եմ ձեռք բարձրացրել։ Դեմ, ձեռնպա, բարի ներկայացրեք այսպես, թող կուսակցությունները ներկայացնեն։ Քաղաքացիական պայմանագրի խմբակցություն ձեռնպահ 13։ Ջան։
Ինչ է։ 17 կողմ 13 ձեռնպահ 17 կողմ 13 ձեռնպահ 13 ձեռնպահ։ Դեմ չեղավ։ Շնորհավորում ենք ընկեր Մանուկյանին։ Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել հատկապես ձեռնպահներին, Ապրես։ որ հետագայում կապացուցեմ իմ աշխատանքով, որ այդ ձեռնպահությունը կդառնա կողմ։ Դա Աստված։ Ավելի պարտավորեցնող է ձեր ձեռնպահ լինելը, ես ուրախ եմ եւ շնորհակալ եմ բոլորից վստահության համար։ Վարդան Նիկոլայից շնորհակալ եմ ձեզ, որ վստահեցիք եւ ընտրվեցի եւ միասին կաշխատենք, որովհետեւ ես միասին մենք աշխատել ենք 10 տարի, միասին կարողացել ենք քաղաքը վերականգնել, վերակառուցել եւ ունենալ եւ հաջողություններ, եւ բացթողումներ, որի մասին մենք միասին շատ ենք քննադատաբար խոսել եւ մեզ խանգարել են, փորձել են խանգարել, բայց մենք համառորեն ճիշտ ուղղությամբ գնացել ենք եւ հասել ենք եւ ունենք հաջողություններ։ Ես հուսով եմ, որ նույն ձևով կաշխատենք եւ կապացուցենք մեր քաղաքի ժողովրդին, որ մենք կարող ենք մեր քաղաքին տալ մեծապես օգտակարություն եւ օգուտ։ Ի բարօրություն մեր ժողովրդի պատրաստ եմ ամեն ինչ անել, բոլորիդ ցանկանում եմ հաջողություն։ Շնորհակալ։ Իրոք ես մի երկու խոսք ուզում եմ ասել ընկեր Մանուկյանի կապակցությամբ, մենք 10 տարի միասին աշխատել ենք, ինչքան որ ձեռքբերումներ ունենք, համատեղ աշխատանքի շնորհիվ է եղել, ասեմ, որ այդ չարաբաստիկ օրը 2007 թվականին ինձ հետ վիավորվել է եւ Մանուկյան Կակիկը, 3 փամփուշտել ինքն է ստացել, բայց կենտանի է մնացել, 27 թվականի ներողություն 27-ի հոկտեմբերի 27-ի դեպքերին եւս ազգային ժողովում է եղել, բայց հուսով ենք, որ էլ դիմաց այդպիսի բաներ չի լինի, Գերմանիա, ոնց որ ուր գնում ես փորձանքի առաջ ընկա։ Լավ, շնորհավորում ենք Գերմանիան։